Ես կարծում եմ հարցերի եւ ելույթների հետևելով պարզ է, որ մեծ չի գոհացնում իր պատասխանները եւ իր պատրաստվածությունը այդ հանձնաժողովում։ Մյուս տեխնացուների մասով էլի ունենք ելույթներ եւ հարցեր, որոնք գոհացրել կամ չեն գոհացրել, այսինքն պատրաստվածության տեսանկյունից։ Ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ դա իրենց սահմանադրությամբ իրենց տեղն է, բայց անձի եւ տեխնացության մասով լինելու է քննարկում։ Եթե լինի որոշում, օրինակ, որ պետք է չընտրենք, իրենք կարող են նորից տեխնացու առաջադրել, որը նորից կքննարկենք։ Եվրամիության հետ կապված գործընթացներ իշխանությունը սկսել։ Ձեզ համար խնդրառույց է, որ դա մնացել ընդդիմության ձեռքում։ Հանձնաժողովի գործառույթները կարծում եմ պարզ է, այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը, հանձնաժողովը այստեղ կատարելու է այն գործառույթը, որը որևէ խնդիր չի լինի, եթե մոտեցումը եւ սկզբունքը եւ այն կազմակերպչական աշխատանքները, որը պատկերացնում ենք մենք եւ մեր կառավարության գործողության շրջանակում իհարկե չենք տեսնում։ Պարզապես ծրագրի ձեր այո, իհարկե իրականության, այո, նույն շրջանակում դրանից դուրս, որի մասին օրինակ նույն Ես ուզում եմ հիշեցնել, որ հանձնաժողովներում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մեծամասնություն է եւ ցանկացած որոշում, ցանկացած հարցի քննարկում մենք ունենք եւ ունենալու ենք շատ ակտիվ մասնակցություն եւ որևէ բան, որը տեղի կունենա առանց քաղաքացիական պայմանագիր խմբակցության հանձնաժողովի անդամի ներկայության տեղի չի ունենալու։ Մանավանդ դուք նշեցիք կանոնակարգ օրենքը, որի դուք ստանալով մեծամասնությունը, նաև մեծամասնություն եք ունենալու հանձնաժողովում, հա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ որևէ օրինակից չի կարող, այսպես ասած, անցնել առանց ձեր, հա, քվեարկության, դա հաշվի առնելով հնարավոր է տալ Կարեկա Հովսեփյանին, չնայած դժգոհություններին, այդ հնարավորությունը Ես չեմ կարող աշխատանքի ընթացքում տեսնելու։ Ես նորից կկրկնեմ, ես չեմ կարող ասել կարծիք, որը դեռ խմբակցությունը չունի մեծամասնություն, չունի որոշում։ Ես ասում եմ ընդհանրական մոտեցումը, որ մենք այո հնարավոր է ընդդիմություն ունենա հանձնաժողովի, այսինքն տեխնացությունը իրեն լինի եւ աշխատանքները կազմակերպվեն կառուցողական եւ մեր հետ համաձայն, այսինքն ամբողջ ընդհանուր կառուցողական դաշտում լինի։ Բայց արդեն իսկ չի նկատվում ձեր եւ իրենց քաղաքական անհամաձայնությունը, որովհետեւ Ղարաբաղյան հակամարտության թեմայով հարց հնչեցրեց հենց Տիկին Հովսեփյանին։ Քաղաքական անհամաձայնություն կա ի սկզբանե եւ չէր կարող լինել քաղաքական համաձայնություն եւ իրենք լինեին ընդդիմություն։ Դա կա եւ հանձնաժողովի այո նիստերում կլինի այդ, այսինքն ընթացքում կտեսնեք, բայց կառուցողական աշխատանքային process-ների կազմակերպչական ընթացքը լրիվ այլ բանի մասին է։ Իր արցախցի լինելու հանգամանքը լրացուցիչ խոչընդոտ կամ խթան ձեր համար կարող է հանդիսանալ, որ չընտրեք, որովհետև ինքը արցախցի լինելով հանդերձ ավելի շահագրգիռ։ Դուք որտեղ տեսակ այդ խնդիրը հարց ու պատասխանի կամ ելույթների ժամանակ։ Խնդիրը գաղափարական մոտեցման մեջ է։ Տիկին Մանավազյան, Տիկին Աննա Հակոբյան նախաձեռնությամբ է հանդես եկել ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին հանդիպման հրավիրելով արդեն մերժում է եղել, դուք տեղյակ եք ավելի մանրամասն, հա, ինչ նպատակ է դա հետապնդում, արդյոք այսպես կոնսոլիդացիայի, որ հետո այդ ընտանեկան բռնության մասին առանձին այդ հոդվածը քրեական օրենսգրքում դա բերվի ազգային ժողով եւ այսպես առանձին հոդված սահմանվի, այսինքն նախաձեռնությունը պատրաստվում եւ դա էր խնդիրը։ Ես կարծում եմ Տիկին Հակոբյանը բազմաթիվ անգամներ խոսել է այդ մասին, այսինքն իր վիդեոներում եւ տեսաուղերձներում ասում է այդ մասին, շատ լավ նախաձեռնություն է, անձամբ հանդիպելու եմ որպես խմբակցության ղեկավար, երբ հանդիպեմ այդ մասին կկիսվեմ։ Քանի որ տեսանյութի մեջ չկա նաեւ ձեր անունը խմբակցության ղեկավար, նա կարծում է, որ ձեր խմբակցության բոլոր կանայք կամ քանի որ խմբակցության կանայք 8 օր գումարման ազգային ժողովում հանդես են եկել նախաձեռնությամբ եւ այդ նախագծի մասին անգամ մարդու իրավունքների քննարկման ժամանակ հնչեց, որ այդ նախագծին դեմ են քվեարկի հենց Հայաստան դաշինքը, այդ նախագծի ունեցել են
մեր կանայք նախաձեռնել են եւ ունեն այդ նախագիծը, այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ։ Ինչպիսի փոփոխություններ եւ ինչ շրջանակում ընթացքում կխոսենք, այսինքն ես ավելի այո, ինձ հրավեր եկել է, ես կմասնակցեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Այսինքն նորն է նախաձեռնությունը լինելու, բերվելու է նոր նախագիծ, երբ հանդիպեմ, խոսեմ, կկիսվեմ։ Կառավարության ծրագիրը երբ է ներկայացվելու ազգային ժողովրդին։ Երբ ներկայացվի ազգային ժողով, 2 օր հետո հավանաբար կլինի ազգային ժողովի օրակարգում հավանաբար մյուս շաբաթ։ Ամենամոտը մյուս շաբաթ։ Մյուս շաբաթ կլինի։ Չէ, չեն խախտվում, ժամկետների մեջ կլինի, այո։ Պարտադիր չի ոչ 22-ին, եթե կառավարությունը նշանակի։ Չէ, պետք է գա ազգային ժողով, ազգային ժողով ունի ժամանակային ուսումնասիրելու եւ 2 օր հետո ազգային ժողովի նախագահի հրամանով կդրվի օրակարգ։ Շնորհակալություն։